Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեկի YouTube-յան ալիքում մեր ավանդական օրն ու ավանդական ժամն է Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Պետրոսը գտնվել է, բայց պարզում է, որ նրա տաղավարի համար կա արդեն մշտական գրանցված մի հյուր։ 2025 թվականին արդեն երրորդ անգամ մենք պիտի մշակենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Բաժանորդագրվեք Անտիֆեկի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, Donation Alerts, Patreon, Super Chat եւ բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեկի թիմին այս եւ մյուս նախագծերը կյանքի կոչելու համար։ Մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը, այստեղ հարցականներ նույնպես շատ կան եւ մենք կզրուցենք ազգային ժողովում քաղաքացիական պայմանագրի խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, բարեկո պարոն Կոնջորյան, շնորհակալություն հրավերության համար եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Հələ մի րոպե էլի Պետրոս։ Մի հատ դու ամեն անգամ երբ որ հյուր ես կանչում, այդ հյուրը պիտի թեմայի հետ կապ ունենա, չէ՞։ Մեր երկրի սահմանադրությամբ պետության արտաքին քաղաքականությունը վարում է կառավարությունը։ Կառավարությունն, այսինքն իդեմս արտաքին գործերի նախարարի, պիտի վարի բանակցություններ եւ ինքը միջազգային պայմանագիրը խորհրդարան բերում է միայն այն դեպքում, երբ որ այդ համաձայնագիրը ստորագրել է, սահմանադրական դատանը տվել է դրական եզրակացություն, դրա սահմանադրության համապատասխանության վերաբերյալ, նոր միջազգային պայմանագիրը գալիս է ազգային ժողով։ Հիմա դու սրան կանչել ես։ Ես ուզում եմ իմանալ, սա որտեղից է տեղյակ այս պայմանագիրը, ոնց է բանակցվել, ինչ է ստորագրվի, չի ստորագրվի։ Այդ իրավասություններից դուրս գտնվող սա երկիր այսպես խառնել եք իրար, սարքել եք կաշ, մեզ է նստացրել եք մեջ, այդ կաշ ասելը հասկացած, չէ՞ ինչա։ Ու դուք փուչուրերի դրան ինչ էին ասում։ Այդ դրանից։ Ես լսում եմ այսօր ազգային ժողովում Արգոս նախարարի ընդդիմության կարելի ասել հարց պատասխանը, տեսեք, ընդդիմադիրները ասում են, որ տեքստը չկա։ Այ Հայաստանը ասում է, որ մենք պատրաստ ենք հենց վաղը ստորագրելու, կամ Ադրբեջանը ասում է, եկեք վաղը ստորագրենք։ Հայ ժողովուրդը ծանոթ չի ընդհանուր տեքստին, ծանոթ ենք ընդհանուր դրույթներին, բայց տեքստը չկա։ Ինչու՞։ Եթե մենք պատրաստ ենք արդեն ստորագրելու։ Նախ մենք ինչ ենք հայտարարել, որ ըստ էության 3 հայտարարեցինք, որ ավարտվել է խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման ուրեմն փուլը ավարտված է եւ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է Ադրբեջանի Հանրապետությանը սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Այդ դուք չեք ասել։ Այդ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյրուն Բայրամովը։ Դուք հետևից վազելով կրկնել եք ձեր արտգործնախարարությունը եւ մի հատ էլ նեղացած ասել է Սիրելի ադրբեջանցիներ, ախր մենք պայմանավորվել ենք, որ պիտի միասին դրա մասին հայտնենք։ Ինչի հերթական անգամ մեզի գցեցիք գետինը վերորքներովս անցակ։ Այդ ա եղե։ Փոխաբերական եմ ասում էլի իհարկե։ Եվ բնականաբար, երբ որ մենք առարկայական շարժվենք այս ճանապարհով, պատշաճ ժամկետներում տեքստը հայտնի է դառնալու, հանրությունը դրա մասին տեղեկանալու է, այդ տեքստը անցնելու է համապատասխան ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով, ազգային ժողովով, վավերացվելու է, այսինքն դու դրա մասին պիտի իմանայիր որպես падգամավոր, երբ որ գար հասներ ազգային ժողով, չէ՞, դու ազգային ժողովի падգամավոր ես։ Հիմա Պետրոս ուրիշ բան է հարցնում։ Ասում է արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեքստի հետ կապված բանակցությունները այլևս դադարեցվում են, վերջ, ինչ որ կա, մենք համաձայն ենք։ Հիմա դրանում էլ ոչ մի բառ, ոչ մի տառ, ոչ մի ստորակետ չի փոխվելու։ Հիմա ասում եք չի փոխվելու։ Ինչի՞ չեք հրապարակում մարդիկ իմանան, որ դա է լինելու։ Ինչի՞ց եք վախենում, արա, ինչ գալատ եք։ Հիմա Պետրոսը չի կարող էլի ասել, ես կարամ քեզ հարցնեմ։ Ինչ գալատ եք արել, ինչ եք գրել, որ վախենում եք ասեք, որ վախենում եք մարդիկ ժամանակին դրա մասին իմանան, հլեն փորձեն տեր կանգնեն իրանց պետությանը։ Ինչ գալատ եք արել, այդ ասա։ Որևէ մեկը չի կարող խաղաղության համաձայնագրի պես ծանրակշիռ տեքստը այսպես հապճեպ հանրությունից թաքուն
ստորագրի, դա անդիմության կողմից հերթական այսպես մոլորեցնող ձևակերպումներն են, բնականաբար նոր է ավարտվել, այսինքն համաձայնեցման փուլը, տեքստի ընդհանուր դրույթների, սկզբունքների մեծ մասը, ահռելի մասի հիմնարար մասերի վերաբերյալ հանրությունը տեղեկացված է, այն դրույթների վերաբերյալ կամ ձևակերպումների վերաբերյալ որ տեղեկացված չեն, դրանք ավելի շատ վերաբերվում են եզրույթներին, բառապաշարին, ձևակերպումներին, բայց տեխնիկական մասերին, բայց հիմնարար դրույթների վերաբերյալ բազմիցս խոսել է վարչապետը, խոսել է արտաքին գործերի նախարարը, խոսել ենք մենք, այսինքն այդ ամբողջը բնականաբար պատշաճ ընթացակարգերով անցնելու է բոլոր փուլերով եւ հանրությունը դրա մասին տեղեկանալու է։ Այդտեղը որտե՞ց է հանրությունը իմը։ Հանրությունը այսքան ժամանակ նույնիսկ կետերի քանակը չգիտեր, որ այդ պայմանագիր ունի 17 կետ։ Դրա մասին հանրությունը իմացել է, Պետրոսն էլ հանրության հետ միասին։ Իլհամ Ալիևի ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցից։ Այն որ կա երկու չհամաձայնեցված կետ, թե որոնք են այդ կետերի բովանդակությունը, մենք իմացել ենք Իլհամ Ալիևից։ Հիմա թե որոնք են 15 կետերը, որոնք ի սկզբանե համաձայնեցված են, քանի որ Ալիևը չի ասե, ոչ մեկ չգիտի։ Հիմա Պետրոսն էլ է հարցնում, ասում է, եթե այլևս բանակցություններն ավարտված են, մենք որտեղից իմանանք, վարչապետը այդ օրը 24 ժամ խոսում է, հիմա գնացել է տգետների դպրոցում լեկցիա կարդացել, մենք դի տգետների դպրոցի լեկցիայից իմանանք, թե պայմանագրի մեջ ինչա գրած, դժվար է այդ պայմանագիրը PDF-ով դնենք ինտերնետ, բացենք կարդանք։ Մի քանի մտահոգիչ թեմաների մասին, Միչանսկի մասին, այն ադրբեջանական խոսույթը Զանգեզուրի Միչանսկ կա թե ոչ։ Իհարկե ոչ։ Այսինքն ոնց ոչ, եթե վարչապետը ասում է, որ մենք պատրաստ ենք ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրենք։ Ալիևն էլ ասում է, որ մեր ուզած ճանապարհը պիտի լինի առանց հայկական վերահսկողության, առանց Հայաստանի մաքսայինի, առանց Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի, առանց ոստիկանության։ Ալիևն է ասել, դուք է դրա ասածին համաձայնվել եք, այդ քո ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանն էլ ասում է դրա անունը ինչ ուզում եք դրեք։ Ուզում եք դրեք Ալենի Միչանսկ։ Ուզում եք դրեք Քանիչը, արանունը տապսը, Կոնջորյանի Միչանսկ, թե հենց Նիկոլի Միչանսկ։ Ալիևը այդ աղուզը, ասում ես ոչ, ոնց թե ոչ։ Եթե դա գրածը չես տվել, որ մենք կարդանք իմանանք։ Մենք առաջին օրվանից ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ ֆորմատով գրավոր, բանավոր, որևէ տեղ, որևէ միջանցքային խոսակցության կամ պայմանավորվածության մեջ չի եղել եւ չկա։ Չի կարող խոսել։ Իսկ վարչապետի ասածը, որ մենք ճանապարհ ենք տալու, վարչապետը երեք հստակ ասեց, հետո լրատվամիջոցներ, որոշ լրատվամիջոցներ դա իհարկե իրենց ոչին հավատարիմ մնալով կիսատ եւ աղավաղված վերնագրային տրամաբանությամբ ներկայացրեցին, վարչապետն ինչ ասաց, որ մենք պատրաստ ենք ապա բլոկավորել ճանապարհները եւ տրամադրել ճանապարհ։ Այն ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Լսի, այդ վարչապետը տասը, չէ՞, բա հենց այդ ենք ասում։ Վարչապետը տասել է, որ ինքը պատրաստ է ապա բլոկավորի ճանապարհները տա Ադրբեջանին։ Իսկ այդ մյուս կողմը Ադրբեջանը որևէ մեկը հայտարարել է, որ Գորիս Կապան ճանապարհը նույնպես պատրաստ են ապա բլոկավորելու։ Արա եկել են մեր երկրի մեջ, մեր քաղաքը իր մարզկենտրոնին կապող ճանապարհը փակել են։ Ճակատեն գյուղից իր համայնքային կենտրոն ճանապարհը փակել են։ Հիմա դուք ասում եք բանակցությունները ավարտենք, պատրաստ ենք ստորագրենք, տեղն ասեք անք ստորագրենք։ Հիմա որ գնացիք ստորագրիկ, դու կարաս Գորիսից եթաս Կապան։ Քեզ եմ հարցնում, կարաս գնաս թե չէ, բայց որ ապա բլոկավորել եք, այդ ի՞նչն է նշանակում։ Եթե չես կարա գնաս, բայց ադրբեջանցիները կարան Խարվաճառից գան այդան Նախիջևան։ Կարան այդ իրանց հակարի կամրջից անցնեն, գան այդան Նախիջևան, այդան Թուրքիա։ Չստացվա որ դուք Միջանցք եք տվել, բայց ո՞նց է ստացվում, եթե մենք չենք կարալու Լաչինի ճանապարհով գնանք Ստեփանակերտ, բայց իրանք կարում են այդ նույն ճանապարհով գնան Նախիջևան։ Բայց Միչանսկը ո՞նց է ալնում։ Որտեղ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համապատասխան դրույթը վերաբերվել է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը եւ մենք ասել ենք առաջին օրվանից որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին որպեսզի Ադրբեջանի ուրեմն արևմտյան շրջանները կապվեն Նախիջևանի հետ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սուվերենության, օրենսդրության ներքո փոխադարձության սկզբունքի հիման վրա Ադրբեջանն էլ ըստ պայմանավորվածության բնականաբար նույնը պետք է անի։ Այսինքն Հայաստանը պատրաստ է դա տրամադրի Ադրբեջանին, Ադրբեջանը պատրաստ չի դա տրամադրի Հայաստանին։ Ինչ ստացվավ։
որ Հայաստանը միակողմանիորեն իր տարածքը տրամադրում է Ադրբեջան։ Դրանից պարզ բան կա, այսինքն հիմա դու այդ քո խելքով ում ես ուզում խաբես։ Լավ, ասեք մի հատ Պետրոս խափիր։ Բայց մնացած ժողովրդին դու ո՞նց ես խափելու հələ։ Ադրբեջանցիների վերադարձի մասին խոսք կա, որևէ խոսակցություն, որևէ պայմանավորվածություն, որևէ դրույթ չկա տեքստի մեջ այն մասին, որ միջև ԽՍՀՄ փլուզումը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում բնակություն հաստատած մարդիկ պիտի վերադառնան իրենց տները։ Որևէ նման դրույթ կամ ձևակերպում չկա տեքստի մեջ։ Փլուզումից հետո ըստ էության մենք դուք խոսում եք Ադրբեջանի նարատիվի մասին, չէ՞, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Փլուզումից հետո ըստ էության չի եղել այդպիսի համայնք, որովհետեւ բոլորը գնացել են։ Լսի ինչ եմ ասում։ Ոնց կարա պայմանագրի մեջ ելնի դրույթ ադրբեջանցիների վերադարձի մասին։ Դա ոնց պիտի գրվի։ Սրանք այնքան տգետ են, Պետրոս, որ իսկի չգիտեն, թե պայմանագրի մեջ ինչ կարա լինի, ինչ կարա չլինի։ Սրանք են տգետ, բայց Ալիևը շատ լավ հասկանում է, թե ինչ բան է միջազգային պայմանագիր եւ որը կարա երկկողմ կարգավորումների տրամաբանությամբ գրվի պայմանագրում։ Այն ինչ որ հնարավոր չի պայմանագրում գրել, էդի ձեզ երիտասարդ ներկայացրել են որպես նախապայման այդ պայմանագիրը ստորագրելու համար, այսինքն ինչ որ կարան բրթեն վրեկները բրթել են, որ պիտի տարածաշրջանը բացեք, տրանսպորտ տրամադրեք իրանց կոմունի, էդի գրել են, բայց ադրբեջանցիների վերադարձը, քանի որ չեն կարող գրեն, դա էլ ասել են, մինչև ադրբեջանցիները չվերադառնան, մենք պայմանագիր չենք ստորագրի, չեն կարող գրեն, որ դու պիտի սահմանադրություն փոխես, իրանք հասկանում են, որ սահմանադրություն փոխողը ժողովուրդն է, չի կարող պայթությունը պայմանագիր գրի, որ ինքը սահմանադրություն է փոխելու։ Դրա համար ասում է սահմանադրություն փոխելը դա նախապայման է, այս պայմանագիրը ստորագրելու համար։ Դրա համար կա պայմանագրով գրած պարտավորություններ, որ դուք ստանձնել եք, եւ նախապայմաններ, որոնք պիտի կատարեք, որ իրանք այդ պայմանագիրը ստորագրեն։ Իսկ իրանք այդ պայմանագիրը չեն ստորագրի։ Տվել են սիրուն ակաշները կախ համաձայնություն տվել եք 17 կետերին։ Հեսա կդնի դեմները 17 կետներ սիրուն կատարեք։ Այսինքն կգաս մորոքտոնգես ապուշ դուս տալով ժողովրդին կփորձեք խափեք։ Բայց դե իհարկե ժողովուրդը էլ հիմար չի, էլի լավ էլ հասկանում են արդեն ամեն ինչ։ Դու էլ ես չի հասկանում, Պետրոս։ Ուրեմն կանցնես մեր կողմը։ Ըստ էության համաձայնեցված չէր վերջի երկու կետը, մեկը վերաբերում է միջազգային ատյաններում մեր դատերին, հա, մյուսը սահմանի երկայնքով ուժերի երրորդ ուժի, այսպես ասած, բացառմանը։ Հիմա հերթով գանք, տեսեք։ Մենք հրաժարվում ենք փոխադարձաբար միջազգային հայցերից միմյանց դեմ։ Բայց ես հիշում եմ, որ ձեր իշխանությունը Հռոմի ստատուտը վավերացրեց, Ռուսաստանի հետ թարսվեցինք այդ հարցով էլի եւ խոսում էր, որ այս սրանով մենք սա մեր անվտանգությունը բարձրացնող քայլ է, Ադրբեջանի դատի կտանք, Ալիևին դատի կտանք, փաստորեն ջրվեց դա։ Ճիշտ եմ հասկանում։ Ոչ, ճիշտ չեք հասկանում, որովհետև տեսեք, որովհետև մեկը մյուսի հետ ուղակի իրար բացառող տրամաբանության մեջ չեն։ Տեսեք, մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, երբ որ մենք ունենք արդեն փաստաթղթավորված խաղաղության պայմանագրի խաղաղություն, կողմերը, այո, կողմերը հանձնառություն են վերցնում իրենց վրա, որ միջև այս եղած բոլոր ուրեմն հայցերը հետ են վերցնում երկկողմանի, ինչը նշանակում է, որ մենք ունենք խաղաղություն, չկա արտաքին ագրեսիայի սպառնալիք եւ մենք փոխադարձաբար, սա շատ կարեւոր է, ոչ թե միայն Հայաստանը։ Մի րոպե ավարտեմ, Պետրոս, այս շատ կարեւոր է, էլի։ Եվ մենք փոխադարձաբար հետ ենք կանչում ուրեմն հայցերը խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Հիմա լսի արա։ Հռոմի ստատուտը դուք վավերացրել եք այն ժամանակ, երբ որ 2021 թվին, երբ որ Ադրբեջանը ներխուժել էր Սյունիքի մարզ, Սև լիճ եւ Իշխանասար։ Դրանից հետո 2022 թվին Ադրբեջանը ներխուժել է միանգամից 3 մարզ. Գեղարքունիքի մարզ, Վայոց ձոր, Սյունիք, այդ ջերմուկի դեպքերը եւ այլն։
Հիմա այդ ժամանակ դուք Հռոմի ստատուտը վավերացրել եք, ասում եք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական ներխուժումը Ալիևը պատերազմական հանցագործ է, սուվերեն երկրի տարածքա ներխուժել է, 200 քառակուսի կիլոմետր տարածքից զավթել է, խախտիկ մեր սահմանադրությունը, սահմանադրական դատարանի նախկին որոշումը, վավերացրիք, ասիք դրա համար ենք անում։ Հիմա ասում ես փոխադարձաբար մենք հայցերից հետ ենք հրաժարվել։ Դուք հարձակվել եք Ադրբեջանի վրա։ Ադրբեջանից մի միլիմետր տարածք ունեք, հարձակվել եք, զավթել եք, Ադրբեջանը ձեր դեմ հայցատվել, որ ինչ փոխադարձության մասին է խոսքը։ Ոնց եք նույնությամբ հրաժարվում, երբ որ այդ նույն գործողությունից Հայաստանը Ադրբեջանի դեմ չի արել։ Եղել է ճիշտ հակառակը, մենակ Ադրբեջանն է հարձակվել, սկզբից հարձակվել է Արցախն է զավթել, հետո հարձակվել է Գեղարքունիքից, հետո Վայոց ձորից, հետո մենակ իրանք են զավթել։ Ինչ փոխադարձության մասին է խոսքը։ Իրանք են իրականացրել ռազմական հանցագործություն, իրանք հայցերից էլ դուք եք հրաժարվում, իրանք հայց չունեն դրա հետ կապված։ Ինչի մասին ես խոսում։ Դուք երբ որ մեջբերում եք Հռոմի ստատուտը, դուք մեջբերում եք մեր ելույթները այն դեպքերի համար, երբ որ մենք ասում ենք, եթե Հայաստանի նկատմամբ լինի հնարավոր ագրեսիա, ապա դա կարող է լինել եւ հիմա էլ ենք մենք եթե լիներ ագրեսիա։ Դուք նաեւ ասում եք, որ հին հանցագործությունները, պարոն Կոնջորյան։ Պետրոս, հիմա մենք ինչ ենք խոսում։ Մենք ասում ենք, եթե մենք գնում ենք սա նոր հանցագործությունների համար է։ Դուք ասում եք, սա հին հանցագործությունների համար է։ Հա, Պետրոս, դու բան բռնեցիր, հա, այսինքն դու մի հատ դեպքի վրա բռնեցիր, որ սրանք կարող է սուտ են ասում։ Ուրիշ բան են ասել, հիմա ուրիշ բան է։ Լավ, էլի Պետրոս, արա այս մարտիկը սուտ ասած կանարը։ Դու այսքան ժամանակ տեսել ես Կոնջորյանը կլինի, Նիկոլը կլինի, մեկ էլ Ալենը կլինի, մի հատ սուտ ասեն։ Ինչ ասել են 18 թվին, ինչ ասել են արել են։ Եկել են 20 թվին, ինչ ասել են արել են, 21 թվին։ Ինչ խոստում տվել են կատա։ Դու ասում ես այն ժամանակ տենց եք ասում, հիմա տենց եք ասում։ Այսինքն սուտ են ասում այդ մարտիկ, օնամոտ։ Այդքանը քեզի փող են տալի։ Շարունակեմ ես։ Ահա, հիմա մենք ինչ ենք ասում։ Ասում ենք, եթե կա փոխադարձ քաղաքական կամք Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, որ մենք գնում ենք երկարաժամկետ խաղաղության, ապա Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար կամք են ցուցաբերում հետ վերցնել այդ հայցերը։ Ես դա հասկացա, այսինքն Հռոմի ստատուտը այս պայմանությամբ ջրվել։ Այստեղ չի ջրվել, Հռոմի ստատուսը ուրիշ բանի մասին է, Պետրոս։ Հռոմի ստատուսը այն բանի մասին է, դուք մեջբերում եք մեր ելույթները, եւ ստատուտը այն բանի մասին է։ Իսկ չգիտի ստատուսա, կոմենտա, լայքա, այնպես գեժ ապրում են էլ իրանց համար ինչ տարբերություն ինչ է։ Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, եթե մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր եւ երկկողմանի մենք հանձնառություն ենք վերցնում հետ քաշելու եւ բացում ենք երկարաժամկետ խաղաղության դարաշրջան, ապա արտաքին ագրեսիայի ռիսկի կառավարման այդ լծակները իրանք ըստ էության սկսում են այդ պահին այդ սկզբունքով չաշխատել, որովհետեւ մենք ունենք խաղաղության պայմանագիր եւ ունենք գետնի վրա խաղաղություն։ Սա է մեր տեսլականը։ Լսի, դու Նիկոլի ասածները չես լսում, թե լսում ես շանդեղ չես դնում։ Պետք է Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը երաշխիք չի խաղաղության համար։ Ինքն է ասել, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց 10 օր հետո, 15 օր հետո, ինչքան ասել Պետրոս, լավ չեմ հիշում, 10 ասել, 15 ասել։ Լավ, այմար 15, թող մի 5 օր էլ ավել խաղաղ ապրենք։ 15 օր հետո կարա լինի պատերազմ։ Բայց այդ պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, իրանք է կարան նորից հարձակվեն, դուք էլ այդ հայցերը հետ եք վերցրել, ասում եք մինչև հիմա ինչ հարձակվել ես, աղբեր ջան, լավ էլ արել ես, օրինական ա եղել, մենք ոչ մի հայց ու պահանջ չունենք, հետո էլ ոնց պիտի անես, վերջացավ, այսինքն սրանց նպատակը Պետրոս Ալիևի վրից ռազմական հանցագործությունները մաքրելն է, որ այդ մարդը ինչ որ արել է հայ ժողովրդի հանդեպ, ստացվի որ լավ էլ արել է, աշներներս էլ հանել է, չէ՞։ Մյուս կետը սահմանի երկայնքով մենք պարտավորություններ ենք վերցնում փոխադարձ երրորդ երկրի ուժեր չդնել, հա։ Անդիմախոսները ասում են, սա Հայաստանի սուվերենության սահմանափակում է, նաև սահմանադրության խախտում, ինչու մենք չպետք է դա կարողանանք։ Երկրորդ, սա զիջում է Ադրբեջանին, որովհետև պարզ է խոսքը գնում է Եվրամիության դիտորդների մասին, եւ երրորդ դիտորդները դրանք քաղաքացիական նախաձեռնություն են եւ որևէ կերպ ուժ չեն, նրանք զինված են միայն հեռադիտակներով։ Իսկ մենք ընդունում ենք, որ դա ուժ է եւ տեղիք ենք տալիս Ադրբեջանի ցանկությանը։ Մի րոպե մինչեւ իր մեկնաբանության հասնել է, արի քեզ բան բացատրեմ։ Դա միայն Եվրամիության դիտորդներին չի վերաբերում Պետրոս։ Դա վերաբերում է առհասարակ
այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հնարավոր տեղակայմանը։ Դա մինչև Եվրամիության դիտորդներին հասնելը վերաբերում էր Ռուսաստանի սահմանապահ ծառայության սահմանապահ հենակետերին, որոնք 2024 թվականին արդեն հանել են Սյունիքի մարզից եւ Արարատի մարզից։ Դա վերաբերում էր ռուսական ռազմաբազայի տեղակայումներին 102 ռազմաբազայի, որ տեղակայված էին Տավուշում եւ Սյունիքում։ Դա վերաբերվում էր ՀԱՊԿ-ի հնարավոր եւ հիմա էլ է վերաբերում ՀԱՊԿ-ի հնարավոր զորքերին, որ կարող է տեղակայվեն, որովհետեւ ՀԱՊԿ-ը Հայաստանի անդամ է, սրանով ասում է ոչ մի պարագայում, բայց Նիկոլը, որ մինչեւ հիմա մեզ ՀԱՊԿ-ից հանել է, ռուսական զորքերից հանել է, այդ ինչից է, 22 թվից են, չէ՞ սրա մասին խոսում։ Դրա պահանջները կատարելու իմաստով է կատարել։ Իսկ որ ասես երկկողմանիորեն հանեն Ադրբեջանի սահմանին, որ երկրի ուժերն են տեղակայված, ոչ մի երկրի ուժեր չկան, այսինքն սա հերթական միակողմանի պահանջն է, պարզ է, ուզում է ռուսը, ուզում է եվրոպացի, ուզում է ղազախը, ասում է պիտի դուք անտեր ելնեք, արա, անտեր պիտի ելնեք, որ երբ ուզի հարձակվի, իր ունեցածը վերցնի, պարզ է, հիմա հասկացար, դե հիմա ինչպես Պետրոսն ասաց, ձեր մեկնաբանությունը։ Նախ ես ուզում եմ նշել, որ տեքստի մեջ որևէ բառ չկա գրված Եվրոպական միության դիտորդների մասին, սա մեկ։ Սա մեկ, բայց այդ եմ ասում քեզ այդ տղա, որ դա մենակ Եվրամիությանը չի վերաբերում, այդ առաջին հերթին Եվրամիությունը ինչ պիտի անի Պետրոսի ասած իր ժիլետով, բլոկնոտով ու հեռադիտակով, սա առաջին հերթին վերաբերվում է այն միջազգային պայմանագրերով մեր պարտավորություն հնարավորություններին, որ կարան դե տեղակայվի նորմալ զինված ստորաբաժանումներ մեր դաշնակից պետությունների եւ միջազգային կազմակերպությունների, սա դա է բացառում։ Դրա համար գրած չի Եվրամիություն, որովհետեւ Ալիևը գիտի, որ Եվրամիությունը քաղաքացիական դիտորդը 10-րդական նշանակություն ունի, ինքը ավելի կարևոր խնդիր է սրանով լուծում։ Տեքստը այն մասին է, որ երկու կողմը փոխադարձության սկզբունքով պատրաստակամություն են հայտնում երրորդ երկրների ուժեր չտեղակայել սահմանի երկայնքով։ Լսի Ադրբեջանում երրորդ երկրի որ ուժը կան, դե կարաս ինձ ասես, որ ինքը հանի, որ ասես փոխադարձության սկզբունքով Ադրբեջանը Հայաստանի սահմանին վաղուց կանգնացրել է թուրքական ուժեր, որոնք իր բանակի համազգեստով են, այսինքն ինքը քեզ ներկայացնում է իբր ադրբեջանական բանակ, բայց դրանք բոլորը կոմանդո ու Յաշմա հատուկ նշանակության զորամիավորումներն են, որտեղ ժամկետային զինծառայող չկա, բոլորը պայմանագրային զինծառայողներ են, բոլորը վերապատրաստում անցած Թուրքիայում, այսինքն կարելի ասել դրանք Թուրքիայի զորքեր են ադրբեջանական համազգեստով, ընդ ուրիշ չկա որ հանեն, կա մենակ այս կողմից տեղից էլ հանում եք, որպեսզի Այս մեր 10 տարեկաների առաջ բերեք դնեք Յաշմա կոմանդո, դրանք էլ երբ ուզեն մտնեն դիվերսիա անեն, սպանեն, առաջ գան նոր տարածքները զավթեն։ Այսքան բան, խաղաղության պայմանագիր են բանակցե։ Այսինքն մեր ընդդիմախոսները, որ սիրում են ասել, որ Հայաստանը սա է զիջում, նա է զիջում, ինչի չեն բա ասում, որ Ադրբեջանն էլ է նույն բանը զիջում, եթե այդպես է։ Չէ, նույն բանը, մի րոպե, նույն բանը։ Երկուսս էլ պարտավորվում ենք չտեղակայել հիմա եւ ապագայում։ Բայց իրանք չեն տեղակայել, ի՞նչն են զիջում։ Իսկ ինչ է կա, ինչ համոզմունք ունեք, որ չեն տեղակայելու։ Մենք խոսում ենք չեն տեղակայում, եւ չեն տեղակայելու։ Այսինքն սա շատ կարեւոր է, Պետրոս, որովհետեւ ընդդիմությունը հասկանալիորեն ինքը որովհետեւ նպատակ ունի նսեմացնել, մոլորեցնել, քաղաքական դիվիդենտներ շահել, մարդկանց վախերի վրա աշխատել։ Դրա համար ընդդիմությունը մենակ ասում է այն բաները, որոնք որ թվացial մեր դեմ են, բայց ինքը չի ասում, չի նկարագրում ամբողջ պատկերը։ Այդ տղա ինչ ընդդիմությունն է, հա ընդդիմությունը, սրանք քեզ նեղվում են, արա ընդդիմություն չկա, ընդդիմություն չկա։ Կա այս պահի դրությամբ եղել է 24 թվին ռուսական սահմանապահ զորքեր, որը հանել եք, եղել է ռազմաբազայի ստորաբաժանումներ, որը հանել եք, եղել է ՀԱՊԿ-ի առաջարկություն, որ տեղակայեն դուք եք դեմքը, ՀԱՊԿ-ի բոլոր երկրները կողմ են եղել, բացի Նիկոլ Փաշինյանից, որպեսզի ՀԱՊԿ-ի զորքեր չլինեն, որովհետև ադրբեջանցիները չեն կարող կրակեն ղազախների վրա։ Ադրբեջանցիները չեն կարող կրակեն բելարուսների վրա, ռուսների վրա, դրա համար հանել եք դրանց ընդից, մնացել են այդ խեղճանճար Եվրամիության դիտորդները իրաց բլոկնոտներով, ասում են դրանց է պիտի ան։ Դրանց է փոխադարձ, Ադրբեջանը մեն չի տեղ, Ադրբեջանը մեն չի պիտի տեղակայվի, Ադրբեջանը ինչին է պետք որ տեղակայվի։ Իր զորք իր քիչ ում պիտի բերի Ադրբեջանը որ տեղակայի, ռուսներին պիտի բերի, ՀԱՊԿ-ի անդամ Ադրբեջանը։ Դու ես ՀԱՊԿ-ի անդամ, դու էլ հրաժարվում ես այդ անդամակցությունից, որպեսզի ՀԱՊԿ-ի զինվոր չկանգնացնես, որպեսզի ադրբեջանական ներխուժումը հեշտացնես։ Բայց դա համար ենք ասում դավաճան։ Ընդդիմություն, ի՞նչ կապ ունի ստե ընդդիմություն, արա։ Հա, բայց տեսեք, փոխադարձությունը իհարկե դա անհրաժեշտ է լավ բան է, բայց եթե
մենք սահմանում ունենք Եվրամիության դիտորդներ եւ նրանք, ինչպես դուք եք ասում, նաեւ անվտանգության ինչ-որ չափով երաշխիք են եւ բարձիկ են, Ադրբեջան չունի եւ չէր պատրաստվում։ Մենք համաձայնագիր ենք ընկնում, որ եւ իրենք եւ մենք չպետք է ունենանք, ստացվում է, որ մենք ընկնում ենք համաձայնագիր, որ մենք չունենանք, որտեղ իրենք չունեն։ Այնքան պարզ բանա Պետրոսն էլ է հասկանում, արա հասկանում ես։ Այդքան պարզ բան է։ Ընդ որում Պետրոս, որպեսզի քո ասածում ավելի վստահ լինես։ Ուրեմն հիշի Նիկոլ Փաշինյան ինչ էր ասում է հոկտեմբերի 6-ի հայտարարության մեջ, որովհետև առաջին անգամ ԵՄ դիտորդները այդ հայտարարությամբ են եկել։ Նախապես ասում է որոշված էր, որ ԵՄ դիտորդներ պիտի տեղակայվեն եւ Հայաստանի կողմից եւ Ադրբեջանի կողմից սահման։ Վերջի պահին Ալիևը հրաժարվել է, որ դրանք Ադրբեջանում տեղակայվեն։ Ինքն էլ չի հրաժարվել, որ Հայաստանում է տեղ, մնացել են մենակ Հայաստանում։ Հիմա Ալիևը ընդդից նստած Հայաստանի վերաբերյալ է որոշումներ կայացնում։ Ասում է հոկտեմբերի 6-ին ես դեմ էի, որ Ադրբեջանում լնեն։ Հիմա դրանց ընդդիցելը ձեր երկրից էլ անեք։ Այսինքն փաստացի այդ սուվերենությունն է, էլի Հայաստանի սուվերենությունն է, որ Ալիևը Բաքվից նստած Երևանին, Հայաստանին վերաբերող, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ որոշումներ է կայացնում։ Հասկացա՞ն, էլ ոնց ալնում երկիրը զավթելը։ Պետրոս, դες կարևոր է այս հարցի քննարկման ժամանակ կարևոր է չմոռանալ մեր վերջնակետի մասին։ Եթե մենք մեր վերջնակետը միշտ մեր մտքում ունենում ենք, միջավ այդ վերջնակետը մեր գործողությունների տրամաբանությունը մեզ համար հասկանալի է։ Իսկ վերջնակետը ո՞րն է։ Վերջնակետը ասեմ ո՞րն է։ Այդ վերջնակետը քո մտքից բացի Ալիևի մտքում էլ կա։ Այդ վերջնակետը Հայաստանը որպես պետություն վերացնելն է։ Այդ է վերջնակետը, ու քանի դուք իշխանության եք, մարդը շատ հանգիստ, քայլ առ քայլ, այդ վերջնակետին մոտենում է հաստատուն քայլերով, անսխալ, անխոչնդոտ։ Այդ է վերջնակետը։ Այդ ձեր վերջնակետը պիտի դրվի, այդ քու վերջնակետը, այն քո ամբողջ թիմի այդ հանցախմբի վերջնակետը պիտի դրվի, որ նաև վերջնակետ դրվի այս աղետին ու այս կորուստներին։ Այդ դրա վերջնակետը պիտի դրվի։ Լավ։ Մյուս քննադատությունը պարոն Կոնջյան այն է, որ չկան երաշխավորներ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը պայմանագրունակ երկիր չի եւ բազմիցս տեսել ենք մենք այդ փաստերը, համաձայն եք։ Հիմա ողջունել են Եվրամիությունը, ՊԴՊ ողջունեց, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Բրազիլիան, Իրանը, Չեխիան, չմանրանանք էլի մի քանի փոքր երկրներ, բայց այնուամենայնիվ երաշխիք չկա։ Սա վատ է։ Պետրոս, ես կարծում եմ, որ առանց երկրների անուններ տալու իհարկե։ Երբ որ նայում ես այսօրվա աշխարհի կատարվող իրողություններին, հասկանում ես, որ որևէ տեղ որևէ երաշխավոր գոյություն չունի։ Այսինքն ոչ չունի, բայց այսքան որ խաղաղապահ առաքելություններ կան, ՄԱԿ-ի խաղաղապահներ կան միտեղ, ՆԱՏՕ-ի խաղաղապահներ կան միտեղ, ռուս խաղաղապահներ կային մի ուրիշ տեղ, մյուս տեղը մի ուրիշ տիպի բա դրանք ինչի համար են։ Բա դու այս մի քանի տարի է մեզ ասում եք Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը անվտանգության երաշխիքներ է ստեղծում։ Հիմա կանգնում ես ասում ես, չէ, երաշխիք չկա, աշխարհի կյանքը ցույց է տալի, որ ոչ մի երաշխիք չկա, ինչի չկա։ Բայց եթե դու չես կարողանում քո կողմի հետ պայմանագրային պարտավորություն հետ կատարես, Ալիև ասում է զերո վստահություն կա ձեր հանդեպ, զերո։ Նշանակում է ցանկացած բայի ինչ ուզի կանի, չէ՞։ Ո՞վ է դրա դեմն առնելու, եթե դուք ոչ դիվանագիտություն ունեք, ոչ բանակ ունեք, ոչ երկիր ունեք, ոչ մի երաշխիք տվող չկա, բայց կառավարության ծրագիր ես հաստատել, արա։ Գնա կարդա 21-26 թվականների ծրագիր, բա գրել ես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը կազմված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ երկրներից, հանդիսանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման, այլ նաև տարածաշրջանային խնդիրների լուծման երաշխիք։ Բան չես դուրս եկել այդ ծրագրից, բայց որ դու դուրս ես եկել, էլ ո՞նց ես համարվում կառավարություն, իշխանություն, այլ ոչ թե թուրքի շուն։ Չկա որևէ տեղ 100% երաշխիք, որևէ կոնֆլիկտի պարագայում։ Երաշխիքը ո՞րն է։ Երաշխիքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունն է հիմնված փոխըմբռնման մասին։ Երաշխիքը մեր երկուսի միջև երկու պետությունների միջև հարաբերությունների երկարաժամկետ կարգավորումն է։ Երաշխիքը Հայաստանի եւ իր հարևանների հետ երկարաժամկետ խաղաղ բարգավաճ տարածաշրջան կառուցելն է։ Երաշխիքը դա է։ Դա է երաշխիքը։ Լսի դու լսում ես այդ ում հետ որ դու երաշխիք ես ստեղծում,
ինչ են խոսում Հայաստանի մասին, հայ ժողովրդի մասին։ Ալիևը նոյեմբերի 8-ին ելույթ է ունեցել, մի հատ ուղերձ է հղել պատերազմի ավարտի կապակցությամբ։ 11 անգամ թշնամի բառնա գործածել հայերի մասին խոսալուց 11 անգամ դու էլ ես ասում ես մենք իրանց հետ կայուն խաղաղություն ենք ստեղծում բայց դե եթե հանկարծ չստացվի էլ երաշխիք չկա դե հիմա ինչ արած աշխարհի կարգն ա տես երաշխիք չկա դե կգան գրավեն էլ ինչ կա դրա մեջ չէ Պետրոս ջան թող գրավեն էլ ինչ այլ հորից մարդ չի մեր հարևաններն են էլի մեր ազիզ հարևաններն են Պարոն Կոնջյան, ես ուզում եմ դες հիշեցնեմ, Երբեք բան չի, առարկայական չի։ Առաջ դուք ասում եք, որ պարտադիր պետք է լինի երաշխիք եւ երաշխավոր։ Ձեր ուժը դա պնդում էր։ Հիմա դուք ասում եք, որ դա ինչ որ Որովհետև Պետրոս, Պետրոս, դու արդեն երկրորդ անգամ ես ուզում ես մարդկանց բռնեցնես, այսինքն դու ուզում ես ասես, այս մարդիկ տարուկ ես առաջ ուրիշ բան էին ասում, հիմա ուրիշ բան են ասում։ Արդեն որերորդ անգամն ես արա դու։ Չէ, Պետրոս, այս մարդիկ ինչ որ ասում են, այդ վերջինը պիտի հիշես։ Հիմա կարող այսօր ասես բան ասում, էթա ֆռակա մատ ժողով անեն կուսակցության ԿՊ-ի, կան լրիվ ուրիշ բան ասեն։ Այդ դու պիտի միշտ այդ վերջինը լսես։ Թե չէ հիշեցնում ես սենց եկա։ Կարող է դու դրանց 10 թվի ելույթն էլ հիշացնես, 19 թվի ելույթն էլ խրախտ հայրենասիրական Ղարաբաղը մերն է, հեսա Ղարաբաղի անկախությունը ճանաչում մենք միլիմետր չենք զիջի մեր պատմությունից, մեր հայրենիքից, մեր արժանապատվությունից։ Կարող ես բաներ հիշացնես այս մարդկանց։ Վերջի պահին ինչ ասում են, դու էլ ինչ ձև ես զոմբիար ես չեմ հասկանում։ Զոմբին են, որ ինչ ասում են այդ մարդիկ, դու դրանց ասած ընդունես, վերջին է։ Անկախ դրանից ինչ են ասել։ Հիմա 10 օր հետո ուրիշ բան կասի։ Այդ 10 օրվանը պիտի լսես, այդ 10 օրվանը պիտի մոռանաս։ Այս համաձայնագրում չկա ապաշրջափակման թեման, որը շատ կարևոր է մեզ համար, կենսական նշանակություն ունի, չկա սահմանազատումը, չկան գերիները։ Այսինքն քննադատները ասում են սա բովանդակազուրկ փաստաթուղթ է ոչ մի բանի մասին, որտեղ բոլոր այն խնդիրները, որոնք վեճի առարկա են դառնում բովանդակությամբ, թղթից հանված են։ Ես հիմա ուրեմն այդ ի պատասխան քննադատների ասեմ հետևյալը։ Այս համաձայնագրի մեջ արձանագրված է սևով սպիտակին մի քանի ֆունդամենտալ դրույթ։ Եվ այդ ֆունդամենտալ դրույթները հետևյալն են, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ստե կանգնի։ Որ Հայաստանը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ քո Նիկոլը մի 20 անգամ ասել է քարտեզներ ցույց տալով այն Լենա Նազարյանի քթի մեջի պարունակությունն էլ ցույց տալով պլաստմասայից սարքե վերցել էր ասում էր էսի մեր Հայաստանն է այս Հայաստանը 29800 է քառակուսի կիլոմետր հետո իջացրեց ասում է չէ 28731 է հետո Ադրբեջանինը 86000 սաղ ինքը ասել է ինքը նաև ասել է ՄԱԿ-ի ամբիոնից որ դիմում եմ Ադրբեջանի նախագահին թող ինքը ասի թե որն է այն Հայաստանը որ ինքը ճանաչում է որպես Հայաստանը տենց է թող ցույց տա այդ քարտեզը այդ քարտեզը ինքը ցույց չի տվել բայց հիմա այդ նույն Փաշինյանը թուրք լրագրողների դիմաց նստած կրկնում է 24 թվի իր ասածը որ Հայաստանի հիմիկվա տարածքի 70%-ը 60-ից 70%-ը ըստ Ադրբեջանի սահմանադրության պատկանում է Ադրբեջանին հիմա դու որ ասում ես կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը որ տարածքի վրա դա որտեղ է գրած հələ մի հատ հանի ցույց տու դա համար Պետրոսը սկզբից ասում է կարակ այդ համաձայնագիրը ցույց տակ այդ պայմանագիրին հավելված կա որտեղ նշածը լի մի հատ քարտեզ են որ Ալենը տարեկպցրել ազգային ժողովի պատին այդ քարտեզը կա դե գրած որ գոնե իմանաս դա է Ադրբեջանը երաշխավորում չկա այն որ դուք ճանաչում եք Արցախ Ադրբեջանի կազմում իրանց ուզած թվերով էդի գիտենք, բայց իրանք ինչն են ճանաչում, էդի չկա, վերացական։ Որևէ մեկը կարող է պնդել, որ այս իմ նկարագրած արտաբերած սկզբունքները բովանդակազուրկ են, բայց սկզբունքների վրա է հիմնվում ցանկացած այլ պայմանավորվածություն, դա կվերաբերվի կոմունիկացիաներին, դա կվերաբերվի հումանիտար հարցերին, բոլոր մնացած հարցերը դրանք խարսխվում են սկզբունքների վրա։ Լսի այդ տղա 2020 թվին
ԵԱԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները բանակցային գործընթացի սկզբունքներ էին սահմանել։ Այդ սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականություններ, այդ սկզբունքներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքներ, այդ սկզբունքներից մեկը ուժ եւ ուժի սպառնալիք չկիրառելն էր։ Հիմա Ադրբեջանը երեք սկզբունքն էլ խախտել է։ Ասում է տարածքային ամբողջականությունը դի Հայաստանի Ղարաբաղին չի վերաբերում, մենակ ինձ է վերաբերում, ինքնորոշում գոյություն չունի, ես էլ այդ խնդիրները լուծում եմ ուժով եւ ուժի սպառնալիքով։ Այդ սկզբունքներն էր։ Հիմա դուք էլ փոխարենը դա համարեք հանցագործություն, դատի տակ պատերազմական հանցագործին, ձեր հայցերը հետ եք քաշում, ասում եք այս պայմանագրի մեջ նոր սկզբունքներ են գրել։ Սկզբունքների կարևոր սկզբունքային բաներ են գրել։ Բայց այդ սկզբունքները չպահպանվի, երաշխավոր չկա, խախտողը կա, պաշտպանվողը չկա։ Մինչև այս պահը մենք չունենք որևէ չենք ունեցել այս մակարդակի փաստաթուղթ, որտեղ այսքան հստակ ձևակերպվի։ Ես նորից եմ ասում, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, սահմանների անխախտելիություն, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում եւ ապագայում եւս իրար նկատմամբ նման ուրեմն պահանջների բացառում, այսինքն ոնց կարելի է սա անվանել բովանդակազուրկ։ Ես հիմա մեր քննադատները, քաղաքական քննադատները մի բան, որովհետեւ նորից եմ ասում, իրենք քաղաքականապես դիրքավորված են եւ իրանք նպատակ ունեն նսեմացնելու այս բանը, բայց ես ուզում եմ մեր հանրությունը սա հասկանա։ Մեր հանրությունը իմանա, որ մենք ունենք այս պահին համաձայնեցված մի թուղթ, որտեղ որ իմ նշած ձևակերպումները արդեն համաձայնեցված են։ Լսի, մեր հանրությունը լսել է ձեր խոստումները 18 թվին։ Տարել եք գցել եք փորձանքի մեջ, պատերազմի մեջ։ Մեր հանրությունը լսել է պատերազմից հետո ձեր խոստումները, հանրությունն է լսել, այնտեղ ընդդիմախոս չկա։ Դուք եկել եք ծրագիր եք գրել 18 թվի կառավարության ծրագիր։ Գնացել եք այդ ժողովրդին, գցել եք փորձանքի բերան։ Հետո այդ փորձանքից հետո իշխանությունը նորից զավթել եք, 21 թվին եկել եք նոր խոստումներ եք տվել, էլի ձեր խոստումները չեք կատարում։ Հիմա դու ասում ես, գիտես ինչ, մենք հիմա Ադրբեջանի հետ նոր խոստումներ ենք իրար տրվել։ Ճիշտ Ադրբեջանը դա միշտ խախտում է, որևէ երաշխիք չկա, որ չի խախտի, որևէ երրորդ երկիր միջազգային կազմակերպություն չկա, որ երաշխավոր թույլ չի տա որ նա խախտի, բայց դա մենք պայմանավորում ենք էլի մարդը էլի մեկ է տեսած չխախտես, պետք է ինչ լավ կլինի, բայց այս պատկերացումը ինչքան լավ կլինի որ Ադրբեջանը չխախտի։ Ինչով եք բացատրում, որ Ադրբեջանը նույնպես հայտարարում է, որ այո, մենք համաձայնացրել ենք եւ մի ձեռքով, եւ մյուս ձեռքով ասում է կամ պայմաններ, սահմանադրությունը փոխեք, հա, եւ տվեք այնտեղ ինչ որ հանցագործներ են ուզում իրանք էլի վերցնել, եւ այսպես ցանկը շարունակում է աճել։ Ադրբեջանի աշխատելավոճը մեզ համար անակնկալ չի, բոլորս էլ տեսել ենք մշտապես, որ Ադրբեջանը կարող է այսպիսի ուրեմն հայտարարություններ անել, մի կողմում գալ մի համաձայնության, մյուս կողմից այլ բաներ անել։ Հայտարարություններ անել։ Լսի, բանոր մի քիչ առաջ ասում էիր, մենք Ադրբեջանի հետ ունենք վստահության մթնոլորտ, մենք պայմանավորում ենք, հետո էլ ասում ես, դե մենք Ադրբեջանի գործելավոճը գիտենք, Ադրբեջանը մի բան ասում է, հիմա վերջում դու կհասկանաս ինչա կատարում, հələ գոնե իմ բացատրելուց հետո կհասկանաս, թե դու տես ապուշի տեղ դրած ուզում ես ամբողջ ժողովրդին ապուշի տեղ պահես, հա դու, այդ քո հալով։ Գիտեք, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման մասով մենք ասել ենք, որ մենք քննարկելի ենք համարում այդ հարցը, բայց չափազանց կարևոր է համոզվել մեզ համար, որ Ադրբեջանը նպատակ չունի մի կողմից փակել Մինսկի խմբի կոնֆլիկտի էջը, հետո բացել նոր կոնֆլիկտի էջ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթի ներքո։ Բանոր մի քիչ առաջին չէիր ասում դու արա։ Բայց չէիր ասում, որ Ադրբեջանը սենց ասում, անենց անում է։ Բայց ԵԱԿ Մինսկի խումբը ո՞նց էս փակում։ Հələ մենք բացի նորից կարդա այդ կառավարության գործունեության ծրագիրը։ Դուք տենց եք խոստացել մեր, ասել եք ԵԱԿ Մինսկի խումբը պիտի լուծարվի։ Այդ Ադրբեջանն է ասել, որ պիտի լուծի։ Իլհամ Ալիև, այո, շատ շուտ բանից, հələ մինչև ձեր իշխանության գալ, ասում էր ԵԱԿ Մինսկի խումբը պիտի լուծարվի։ Հիմա դուք ձեր կառավարության ծրագրում գրել եք, որ բոլոր խնդիրները պիտի լուծեք ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում, ասում եք, դե թող լուծարվի, դե մենք քննարկել ենք համարում։ Ուղղակի Ադրբեջանը թող մի քիչ շնորհքով լինի, հանկարծ դրանից հետո իր խոստումները չկատարի, բայց դե մենք էլ Ադրբեջանին գիտենք, էլ Ադրբեջանը մի բան ասում է, մի բան անում է։ Տենում ես Պետրոս։ Երրորդ անգամ ես կանչում դու սրան։ Երրորդ անգամ, հələ որ խիղճդ կորզես, կարող է հաջորդին էլ սրան կանչես, հա։ Ադրբեջանը միանգամից հայտարարում է, որ զրո վստահություն ունի Հայաստանը, իշխանությունները
եւ պետք են թղթեր, ամեն ինչին փաստաթուղթ։ Դե կարող է մենք ասում ենք, որ մենք անվստահություն չունենք։ Պարզ է, չէ՞։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ ունենային վստահություն, կարիք չէր լինի բանակցությունների, կարիք չէր լինի պայմանագրի, կարիք չէր լինի տեքստերի։ Հենա վստահություն կունենային արդեն դիվանագիտական հարաբերություններ, կունենային դեսպանատներ, կունենային առևտրային հարաբերություններ, թշնամանք չէին ունենա։ Կարիք խաղաղության պայմանագրի, համաձայնագրի անհրաժեշտություն աշխարհի ցանկացած կետում կա այնտեղ, որտեղ որ կա անվստահություն։ Անվստահություն կա, դրա համար էլ կարիք կա խաղաղության պայմանագրի։ Եթե անվստահություն չլիներ, կարիք չէր լինի խաղաղության պայմանագրի։ Ախ, ես ինչա խոսում, արա ես ինչա խոսում։ Այսինքն պետությունները իրար հետ որ պայմանագրեր են կնքում, բարեդրացիական հարաբերություններ են հաստատում, զարգացման մասին են խոսում, ուրեմն անվստահությունն է միմյանց նկատմամբ։ Անվստահությունը ստեղ չկա։ Դու գիտես, մի բան ես գրում, որ վստահ Ադրբեջանից մի նույն օրը են այն ասում է։ Նույն օրն ասում է, որ մենք Հայաստանի նկատմամբ ունենք վստահության զրոյական մակարդակ։ Դու ինքդ ասում ես մենք Ադրբեջանին գիտենք, այսօր մի բան են ասում, հաջորդ օրը մի ուրիշ բան են անում։ Բայց իրանց հետ կնքում են պայմանագիր ու վստահում են Ադրբեջանին, ԵԱԿ Մինսկի խմբին հանում են, այլ միջնորդերի հանում են, սահմանից բոլորին հանում են, երկիրը բացում են ադրբեջանցիների առաջ։ Պետրոս, սա ինչ կենթանու է նման։ Մենակ չասես հավ։ Հավը օգտակար կենթանի է։ Հիպոթետիկ տեսականորեն որտեղ ենք մենք պատկերացնում ակնկալում ստորագրումը։ Ռուսաստան մենք չենք գնում, Եվրոպա Ալիևը չի գալիս, Միացյալ Նահանգների գլուխը խառնա ուրիշ տեղերով, Անկարա չեն կարող գնալ։ Պետրոս, դու արդեն ասենց անգար երազների գիրկը։ Պայմանագիրը արդեն ստորագրվում է, մնում է մտածենք, թե որտեղ է սիրուն էլի, որտեղ լավ կլինի այդ պայմանագիրը ստորագրենք։ Տեղն ամ Պետրոս դնգած տեղ ամ անգալի։ Արի ձեր տանն է ստորագրենք Պետրոս, որ ուղղակի մենակ դու որոշի, դու քանի որ երկու օրվա մեջ մարտի 9-ին, մեկ էլ մարտի 11-ին նույն տարում երկու տուն եք առը, մի հատ առանձնատուն, մի հատ բնակարան։ Դու որոշի, ասենք այդ արարողությունը որտեղ է լավ։ Իսկ առանձնատան ավելի լավ կլինի, ավտոները սիրուն գան, մտնեն Հայաթը, վերջը Ալիև պիտի գա էլի։ Ձեր տանը թոլի Պետրոս։ Եթե դու ես այդ հարցը բարձրացնում, դու մտածում ես, որ այդ պայմանագիրը պետք է ստորագրվի, անհանգիստ ես դրա համար, շուտ արագացրեք այդ ռեմոնտ սիրուն կարգի բերեք, թույն ձեր տանն է ստորագրվի։ Ես կողմ եմ, որ ձեր տանը ստորագրվի։ Կամ էլ կնոջդ հետ մի հատ խորհրդակցի կարող է ինքը անգիր գիտի էլի, որ դպրոցի որ զուգարանն է լավ վիճակում, Նիկոլի հետ սաղ զուգարանները մտել են։ Միգուցե ասենք կարող է ճիշտ է տանել, ենթադրենք Արմավիրի մարզի դպրոցներից մեկի տղաների զուգարան։ Հələ մի հատ Ժաննա հետ խորհրդակցեք, վերջնական որ այդ հարցը թողնում ենք քո վրա։ Դու ես ուզում ես մի էլ պատասխանի, թե տարբերակներ ունես։ Ես թույլ տվեք, որ այս հարցին դեռ չպատասխանեմ, որովհետև ըստ էության մենք առաջարկել ենք խորհրդակցություններ սկսել ԱԳՆ պաշտոնական հայտարարություն արել եւ ես կարծում եմ ճիշտ է, որպեսզի այդ խորհրդակցությունները երբ որ լինեն, արդեն դրա վերաբերյալ ես չէի շտաբի հիմա այս ֆորմատով այդ մասին որևէ այսպես կանխակալ կարծիք արտահայտել։ Չգիտի, լավ, անորոշ է, դու կենտրոնացի, դու այդ գործը դու կազմակերպի։ Սահմանադրության մասին նույնպես խոսք չկա այդտեղ։ Բացարձակապես համայնության թեմայով որևէ այդտեղ դրույթ չկա, որևէ խոսակցություն չկա, համայնության մասով Ադրբեջանն իր տեսակետն է ասել, մենք մեր տեսակետն ենք ասել, մենք էլ ասում ենք, որ Ադրբեջանի համայնության մեջ ենք տեսնում ուրեմն նման ձևակերպումներ, բայց մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ խաղաղության համաձայնագրի այս համաձայնեցված տեքստը լուծում է այդ հարցը։ Եթե Ադրբեջանը ունի նման մտավախություններ, եւ մենք էլ ունենք մտավախություններ իրենց համանդրության վերաբերյալ, մենք արդեն ունենք համաձայնեցված տեքստ, որը փարատում է այդ մտավախությունը, ասելով, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրության վրա, որպեսզի չկատարեն այս խաղաղության համաձայնագրում ուրեմն արտահայտված իրենց պարտավորությունները։ Սահմանադրությունը ներքին օրենսդրություն չի, սահմանադրության մասին էլ սահմանադրությունը օրենսդրությունից վեր գտնվող իրավակարգավորում է, բայց այդ պայմանագրի մասին չկա Պետրոս, որովհետև Ադրբեջանում մարդիկ գիտեն էլի, որ չի կարա միջպետական պայմանագիր լինի, որը նախատեսի այդ երկրի սահմանադրության փոփոխություն։ Դրանք այդքան բանը հասկանում են։ Դրա համար սահմանադրության փոփոխությունը կլինի,
մնացած բոլոր պահանջները կլինի, ադրբեջանցիների վերադարձ կլինի, վնասի փոխհատուցում կլինի։ Սրանք առանձնացրել են որպես նախապայմաններ։ Մինչև Հայաստանը այդ նախապայմանները չկատարի, ալև ձեթուն չի գա Պետրոս։ Ոչ էլ կեթան Արմավիրի մարզի դպրոցների զուգարան չեն գալու, չեն ստորագրելու։ Պարզա։ Էդի չի կարա պայմանագրի մեջ լինի։ Սա ինչ ասում։ Ասում է, դե մենք տենում ենք, որ այդ խնդիրը Ադրբեջանի սահմանադրության մեջ է կա։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք կա թոմենա ախպեջան։ Դուք մեր տարածքների նկատմամբ պահանջներ կարա կունենաք։ Դուք պահանջում եք, որ մենք մեր սահմանադրությունը փոխենք, ինչ խնդիր է։ Ամեն ինչն էլ կանենք, մենակ թե ախպեր ջան, թողեք մենք մենակ իշխանության $1100 կոշիկները առնենք, հագնենք, ջիպերը առնենք, շենք, այդանք տները առնենք, կյանքը վայելենք, այդանք արտասահմանը մանգանք, ցոփ ու շոբ այդ կյանքով 200 հոգի ենք, այս ժողովրդին թալանենք, ապրենք։ Թողեք մենք այս ժողովրդին թալանենք, ապրենք, մնացածն է դուք ինչ ուզում եք արեք, ստից եք ուզում վերցնեք, են եք ուզում, երկիրն եք ուզում վեր, ինչ ուզում եք արեք, ձեզ լի։ Մենակ թողեք մի կյանք ենք ապրում, ախպեր, որտեղ հաց ընդեղ կար, հիմա ստեղա հաց ստեղ կացենք արե ու թալանում ենք այս ժողովուրդ, այսքան բան։ Իսկ Հայաստանի սահմանադրության վերաբերյալ մենք ունենք նաև հավելյալ շատ կարևոր փաստարկ սահմանադրական դատարանի ուրեմն որոշումը դիրքորոշումը սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ։ Ես գիտես խի ասում, ինձ աղքնում էլի, որ գիտի դատական գործ ունեմ, արգումենտացիա է տալի, դա գիտի այդ մասին ես հիմա քիչ կարամ խոսամ, բայց մարդը ասում է, սահմանադրական դատարանի որոշում կա, այս թեման դրա Մերսի, հեսետիկ օգտագործեմ դատանում, կասեմ պարոն Կոնջորյանը, ասես մի հատ լավ բան էր ասում, պարոն դատախազ, հələ մի հատ պարոն Կոնջորյանին կանչենք որպես վկա։ Կգաս չէ, դե մի հատ սիրուն մաստեր կլաս անես, այդ սաղ պատմես, որովհետև ինձ չի կարելի շատ բան խոսալ, այ որ դու ես գաս խոսալ, սաղ գցես տեղը։ Ընդդիմությունը ասում է, ինչու չկա Արցախայերի վերադարձի մասին կետ։ Այո, հիմա դա բարդ է պատկերացնել, բայց մենք թղթում պետք է նաև ապագայի տեսիլք ունենանք։ Ինչու չկա այդ մասին խոսք։ Գիտեք, որովհետև անկեղծ այսօր նաև արտաքին գործերի նախարարը ասաց, որ այս պահին մենք չենք տեսնում դրա համար հնարավորություն, որ Ադրբեջանում ուրեմն ստեղծված են պայմաններ վերադարձի համար եւ նաև չենք տեսնում, որ Ադրբեջանը այդ ուղղությամբ աշխատում է, որպեսզի պայմաններ ստեղծվի։ Իրանք Արցախահայության Արցախ վերադարձը հնարավոր չեն համարում։ Իրանք հնարավոր են համարում ադրբեջանցիների Հայաստանով։ Օրինակ այդ հարցը քննարկվում է։ Ադրբեջանցիները բարձրացնում են այդ հարցը, գնալով թիվը շատանում է, սկզբից 120,000, հետո 150,000, հետո 170, հետո 300, հիմա սարքել են 1,5 միլիոն։ Օրինակ այդ հարցը քննարկման առարկա է, դա հնարավոր է, իրատեսական է։ Բայց որ Արցախահայությունը բռնի տեղահանությանը ենթարկվե, իրանք որպեսզի վերադառնան Արցախ, ռեալ չի էլի Պետրոս, հասկանանք էլի, ռեալ ադրբեջանցիները չեն ուզում։ Հիմա որ չեն ուզում, ոնց կարան գնան, բայց մենք ուզում ենք, չէ՞ որ իրան գան։ Դրա համար իրանք կգան։ Այ վերջը խաղաղության համար է արվում, էլ հետո կապրենք էլի, մեր բնակչության թիվն է կշատանա։ Տեսել է, հայերը քիչ են, չէ՞ Հայաստանում։ Հիմա հնդիկներն եկել են, այս ադրբեջանցիներն գան, բնակչության թիվը կշատանա։ Երկիր առևտուր կլինի Պետրոս, առևտուրը կլինի կզարգանա։ Մենք ըստ էության այս համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ է եւ սա չափազանց կարեւոր քայլ է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման, թշնամանքի էջը փակելու, խաղաղություն հաստատելու եւ առաջ շարժվելու համար։ Ադրբեջանցիները կգան, մենք իրանց հետ բարեկամություն կանենք, իրանք հրապարակում կերքեն, մի մասը կբարձրանա վարչապետի կաբինետից, հարցազրույց կվերցնի, իրար հետ ստենց հաշտ համերաշ կապրենք։ Պետրոս հասկացար հիմա ինչ դավաճանի հետ գործ ունենք ու ինչ դավաճանախմբի հետ գործ ունենք, բայց լավ էլ հայերեն է խոսում, տենում ես, չէ՞։ Չնայած ասում են Շահին Մուստաֆայով իրանցից լավ է խոսում։ Նույն բանն է։ Շնորհակալություն։ Ես ճիշտ ասած շնորհակալ չեմ։ Մարդ կանչի խոսակցություն վարենք, հերիք չես դավաճանի։ Դու մի օր բանին էլ ես կանչելու Պետրոս, Շահին Մուստաֆայևին էլ ես կանչելու, մեկ է մի օր կարող է Ալիևին կանչես, հա, Ղազարյան versus Ղազարյան պլյուս Իլհամ Հեյդարիչ Ալիև։ Մնացել է դրանց կանչեիր։ Շնորհակալություն։ Ոչ էլ շնորհակալություն։ Կհանդիպենք, տեսություն։